Տնական այս օրերին լարված են աշխատում հատկապես փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները։ Տոն օրերին մարդիկ ավելի անզգույշ են լինում, հաճախ ոչ ցավ վիճակում մեքենա են վարում, որն էլ դժբախտ պատահարների պատճառ է դառնում։ Բարեբախտաբար նման դեպքեր չեն գրանցվել։ Այստեղի դերն է խաղացել նաև ձմռանը ոչ բնորոշ տաք եղանակը, սակայն փրկարարները խորհուրդ են տալիս ամեն դեպքում չկորցնել զգոնությունը։ Ձմեռը դեռ շարունակվում է, ճանապարհները սառցակալումը չի բացառվում։ Վարորդները բնակչությունը անպայման պիտի զգուշություն ցուցաբերեն։ Թեկուզ մեկը մյուսին հարգելու համար պիտի զգուշություն ցուցաբերեն։ Որովհետև մեքենան անկառավարելի է դառնում սառույց պայմաններում։ Եվ նրանք կարող են ինչպես իրենց մնացել, այնպես էլ անմեղ քաղաքացիներ են։ 2010 թվականին, սակայն մարզում արդեն գրանցվել է հրդեհի մի քանի դեպք, հունվարի 3-ին էլ արձանագրվել է քամու ուժգնացում, որի պատճառով էլ վնասվել են Կապանիքի 13 միջնակարգ դպրոցի տանիքն ու պատուհանները։ Տուժածներ չկան, վնասի չափերը դեռևս ճշտվում են։ Հունվարի 1-ին էլ հաջողվել է փրկել մեր համաքաղաքացիներից մեկի կյանքը, որը ձորն էր գլորվել։ Անցած 10 օրերին արտակարգ դեպքերից հաճախակի եղել է հրդեհները, ամանորից անմիջապես հետո հունվարի 1-ին, հունվարի 2-ին 3 դեպք կա եղել մարզի տարբեր բնակավայրերում եւ 5-ին Մեղրիում։ Հիմնականում տեխնատին պատճառներ են ունեցել, այսինքն մարդկային անզգուշություն, դրանց մի մասը 4 խոտերի տեսքով ա եղել հրդեհները, անասնակերը այրվել ու միտեղ էլ տանիքը մի քիչ փոքր մակերեսով, որոնք մեր տղաները հասցրել են մարել, չեն թողել ծավալուն ստանա։ Կապանի բժշկական կենտրոնից տեղեկացանք նաև, որ այս օրերին հիվանդների թվի աճ չի նկատվել, ինչպես նաև չկան սննդային թունավորումների դեպքեր։